Բարև ձեզ սիրելիներս, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Այսօր մենք մայրենիից անցնելու ենք «Ինչը օգնեց մայրիկին» դասը, որի հեղինակն է Լիպարիտ Սարգսյանը։ Նախ եւ առաջ նայում ենք նկարին եւ հարցեր ենք ուղղում երեխաներին։ Օրվա որ պահն է պատկերված։ Երեխաները նայում են, ասում են առավոտ է կամ ցերեկ է, երևում է, որ երեկո չէ։ Տեսեք, ոչ դեպքում է, որ մայրիկը անկողնում է, իսկ երեխան դեռ բարկած չէ։ Անպայման այն դեպքում, երբ մայրիկը վատառողջ է, լավ չի զգում իրեն, որովհետև մենք գիտենք, որ առավոտյան բոլորից ջուր դաշնանում է մայրիկը, երեկոյան բոլորից ուշ հանգստանում պարկում է քնելու մայրիկը, եթե մայրիկը անկողնում է, ապա նա հիվանդ է։ Կաշտում ենք դասը, հետո հարցերի միջոցով ամփոփում ենք։ Ինչը օգնեց մայրիկին։ Մայրիկն աշխատանքից տուն եկավ եւ անմիջապես անկողին մտավ։ Մայրիկ, հիվանդ ես, հարցրեց Աստղիկը։ Այո, թույլ ասաց նա։ Աստղիկը շոյեց մայրիկի ձեռքերը, համբուրեց ճակատն ու այտերը եւ ասաց. Ջերմություն չունես։ Հետո գնաց իր սենյակը եւ տիկնիկներին ու խաղալիքներին ասաց. Ձայն չհանեք, մայրիկս հիվանդ է։ Վերադառնալով մայրիկի մոտ ասաց. Թե կուզես։ Մայրիկը լսեց Աստղիկի ասածները եւ ժպտալով ասաց. Ոչ, աղջիկս, արդեն լավացա։ Մայրիկն աշխատանքից տուն եկավ եւ անմիջապես նշանակում է միանգամից, անկողին մտավ։ Մայրիկ հիվանդ ես, հարցրեց Աստղիկը, տեսեք, հենց մայրիկը անկողին է մտնում, երեխան հասկանում է, որ մայրը լավ չի զգում իրեն։ Այո, թույլ ասաց նա, տեսեք, կրկնվող բառերը գրվում են գծիկով։ Աստղիկը շոյեց մայրիկի ձեռքերը, համբուրեց ճակատն ու այտերը եւ ասաց. հիշում ենք, որ այտերը թուշն է, մարդու դեմքի թուշը։ Ջերմություն չունես։ Հետո գնաց իր սենյակը եւ տիկնիկներին ու խաղալիքներին ասաց. Ձայն չհանեք, մայրիկս հիվանդ է։ Փոքրիկ երեխան մեծի պես է իրեն պահում եւ տիկնիկներին, որոնք համարում է, որ իր երեխաներն են, իրենից փոքրերն են, հանձնարարում է լռեն, որպեսզի մայրիկը վատ չզգա։ Վերադառնալ նշանակում է հետ գալ։ Վերադառնալով մայրիկի մոտ ասաց. Թե կուզես, հարցական նշանը լավ են կաշտում։ Մայրիկը լսեց Աստղիկի ասածները եւ ժպտալով ասաց. Ոչ, աղջիկս, արդեն լավացա։ Հարցերի միջոցով ամփոփում ենք. Արդյոք ինչը այդքան արագ օգնեց մայրիկին։ Երեխաները շատ գեղեցիկ իրենց մտքերը արտահայտելով ասում են, որ մայրիկը ուրախացավ, որ իր աղջիկը հոգ է տանում իր մասին, անհանգստանում է եւ տիկնիկներին ու խաղալիքներին հանձնարարում է բարձրաձայն չխոսել, լռել, թե է առաջարկում, շոյում է մայրիկին։ Իր հոգատարությունն ու սերն է ցույց տալիս եւ մայրիկը զգալով աղջկա ջերմ վերաբերմունքը անմիջապես իրեն լավ է զգում։ Հետո հարցնում ենք, թե երեխաները ինչպես են վարվում, երբ իրենց մայրիկը հիվանդ է եւ սովորաբար երեխաները շատ հետաքրքիր նախադասություններ են կազմում եւ պատմում են, թե իրենք ինչպես են օգնում մայրիկին, երբ մայրիկը մի փոքր վատ է զգում։ Մեր պարտադիր բառացանկի բառերն են համբուրելը եւ աղջիկը։ Աղջիկ լսվում է չ, գրվում է ջ։ Համբուրել լսվում է փ, բայց գրվում է փ։ Համ եւ բույր բառերն է, բայց ය չի պարունակում։ Կանոնն ենք վերհիշում, մենք արդեն սովորել ենք եւ գիտենք, թե ինչպես է հնչում ո տառը բառի սկզբում։ Երբ բառի սկզբում է նա ուրախ է եւ երգում է ո, իսկ երբ նա բառամիջում է եւ բառավերջում, նա տխրում է օ։ Եվ փորձում ենք ասել բառեր, որտեղ բառասկզբում լսվում է ո, գրվում է ո, բառամիջում գրվում է ո, կաշտացվում է օ։ Որոտ, ոլորել, այո, որսորդ, բացառություն են կազմում ով, ովքեր բառերը, որոնք բառասկզբում օ են լսվում, որոնց դեպքում բառասկզբում օ է լսվում, բայց գրվում է ո։ Եվ ամենավերջում հորինում եմ փոքրիկ հեքիաթ նկարի շուրջ։ Փոքրիկ ճնճղուկը փնից ընկել էր ներքև։
Չաղլիկ Փիսոն տեսել էր ծիտիկին և ուզում էր լափել։ Երբ Փիսոն կախտակողի մոտենում էր ճնճղուկին, հանկարծ մայր ճնճղուկը քարի նման նետվեց կատվի դեմ և սկսեց ծխր տալ ու վախեցնել կատվին։ Կատուն վախեցավ և ձեռք չտվեց ծիտիկին։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։